Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հանդիպումներ եղել են, բայց ես չեմ բավարարել այդ հանդիպումները եւ հիմա կարծում եք, որ այստեղ առավել ուշադրության կարժանանակ բողոքի ակցիա իրականացնելու։ Դե փորձում ենք, ինչքան հնարավորություն ունենք, փորձում ենք, չենք ուզում քաղաքակիրթ ձևով ենք դեռ փորձում ինչ որ ակնկալիքներ ունենալ։ Կփորձենք, կտեսնենք մեր դիմացին ով է կանգնած։ Եթե արդեն չլինի լուծում, ուրիշ քայլերի կդիմենք։ Հանդիպումների մասնակցել եք դուք եւ ինչ են։ Քանի հանդիպման ոչ մի դրական արդյունք չենք ունեցել։ Պարոն Թունյանն ասեց, դա իմ ձեռքը չի, իմ հնարավորությունից դուրս է։ Մենք էլ օրինակ ես ինքս անձամբ, ես իմ տեղը կարող եմ երաշխավորել, ասում եթե դուք հնարավորություններ չունեք, ուրեմն մենք խենք ձեզ վարձատրում մեր հարկերի հաշվին։ Այսօրվա հանդիպումից ինչ ակնկալիքներ ունեք։ Գիտեք, չգիտեմ, փորձում եմ հավատամ։ Փորձում եմ ինչ-որ միտեղ հավատալ, որ միգուցե իրանց մեջ կարող է մարդկային խեշն արտանա, հասկանան, որ այս բողոքող մասան ինքը չի ուզում խաբի։ Եթե մենք ուզենայինք խաբենք, շրջանցելու շատ ձևեր կան, խաբելու շատ տեսակներ կան, ծանոթի վաճառելու, բարեկամի, հարևանի վաճառելու, բայց մենք ուզում ենք օրինական դաշտով ապահով ապրենք։ Ինքը մեզ ասում է, շրջարկը ինքնին չի թողում քաղաքացին ծաղկի, ՓՄԶ-ն ծաղկի։ Պետք է այնտես դաշտով աշխատի։ Ես էլ ասում եմ, հենց հիմա փաստացի օրինակներ, այնտես դաշտի վրա խոշոր հարձակում կա, ամբողջ Facebook-ը ողողված է Ալեքսանյան Սամվելի վրա, այդքան հարկ է տալի, չէ, այնպես չի, որ ես Ալեքսանյան Սամվելին չեմ էլ ճանաչում, իր շահերն չեմ պաշտպանում, բայց ծաղկել է, ես գիտեմ Սորմալույում մարդիկ, որ 2-3 միլիոն, 7 միլիոն հարկ են վճարում, իրանց հետևից էլ են եկել։ Իրանց հետևից էլ են եկել։ Հարկային տեսուչը մտնում է խանութ, ասում է հնարավոր չի դուք օրինական աշխատեք։ Այսինքն ինքս ինքան մենք ուզում ենք օրինական աշխատենք։ Օրինական աշխատենք, չաշխատենք։ Իրանք մեզ ասում են հնարավոր չի դուք օրինական աշխատեք։ Այսինքն իրանք մեզ ստիպում են, որ մենք խաբենք։ Բայց մենք այսքանս կանգնած ենք, որ մենք ուզում ենք օրինական աշխատենք, մեր անվտանգությունը ապահովենք։ Ես ինքս եմ որոշում մեծանալ, թե չմեծանալ։ Ինձ բավարարում է իմ աշխատանքը, իմ ընտանիքը պահում եմ, պետությանը հարկ եմ տալի, երբևիցե ձեռքս չեմ մեկնել պետությունից գումար չեմ ստացել, անգամ իմ թորնիկների գումարները չեմ ստացել պետությունից, ընդհակառակ փորձել եմ, եթե կարողանամ, ես իմ պետությանը կօգնեմ, եթե ոչ, գոնե իմ հարկերը միայն կտամ։ Հիմա ինքը չպետք է որոշի, ինչ որ մի, ասենք, ղեկավար չպետք է որոշի, ես ուզում եմ խոշորանալ, թե ոչ, նման օրենք աշխարհում գոյություն չունի, ամբողջ աշխարհում բոլորը աջակցում են մանր ու միջին բիզնեսին, որպեսզի ծաղկի, որտեղ մանր ու միջին բիզնեսը ինքը աղքատության շեմը կրճատում է, ունի աշխատակիցներ, ինքնազբաղվածություն ունի, թեկուզ ինքը աշխատակից չունի, ինքն իր ընտանիքը պահում է, պետությունից նպաստ չի ուզում, տեղի հարկ է տալի ինքնաթիռ թռնելու տոմսից հարկ է գնում, այդ ամբողջ վճարումներից հարկ է գնում եւ դրա հետ մեկտեղ ինքն իր ընտանիքը պահում է, դա արդեն մեծ դրական քայլ է այսօրվա մեր պետությունում։ Հասկանանք, էլի հունվարից ուժի մեջ է մտել, դուք պիտի որ արդեն ինչ-որ հարկային մուտքեր արածնեիք, կարողացել եք վճարել։ Ոչ, հունվարից ուժի մեջ է մտել, մենք հարկային մուտքեր չենք արել եւ չենք էլ փորձում անել, որովհետեւ դա մեզ հասանելի չի, պարզ ասեմ, որ մենք ապրանքներ ենք մուծում, վաճառում ենք ինչ-որ բարձր գնով, այդ մի ամիս, 2 ամիս չի վաճառվում, ինքնարժեք ես իջացնում։ Ինքնարժեքով չի վաճառվում, արդեն դու փորձում ես ինչ-որ մի գումար հանես։ Ապրանք կա, որ 15,000-ից մինչև 5,000 կամ մինչև 2,000 իջնում է, որ մի քանի տարի մնում է, արդեն ասում ես ինչ-որ մեկի տամ, նվեր ենք տալիս, դա մեզ հասանելի չի, դա ինքը մեծ ծախսեր է պահանջում, էլի կողմնակի աշխատողներ, հավելյալ աշխատողներ, հավելյալ հաշվապահական ծախսեր, որ կթանկանա, բնականաբար հասանելի չի։ Մենք պայքարում ենք զուտ դրա համար, պարզեցրեք, հասկանում ենք թանկացել է հարկերը, մի քիչ մարդկային ձևով, խղճի ձևով նորմալ թանկացրեք, ու մենք մեր հարկերը նորմալ նստած աշխատենք, հարկերը վճարենք, մենք էլ մեր ընտանիքները պահենք, երկիրը չդատարկի։ Մարդկային ձևով հարկերի բարձրացումը ինչպես եք պատկերացնում։ Գիտեք, օրինակ կարային 1% բարձրացնեն, 2%, ես կարծում եմ, որ ընդհանրապես ոչ մեկ չէր բողոքի։ Այդ որ ինքը ներկայացնում է, գիտեք, ինքը հասկանալով, որ մարդիկ այս բնակավարի աշխատողները լսում են 1%, բայց իրանք չեն գիտակցում տակը ինչ կա, այդ ձև ուզում է խաբի ժողովրդին։
Շատ-շատերն ասում են, գիտեք, ես մի տոկոսի տակ եմ անցել, ոնց եք մի տոկոսի տակ անցել։ Երբ որ դու բերում ես 10 միլիոնի ապրանք, մաքսազերծումով, 10 միլիոնի ապրանք ենք, 10 միլիոնի ապրանք ենք ներմուծել, ասենք իր ամբողջ ծախսը կազմել է այդքան, պարտավոր է հարկային տեսություն, ինչ որ մի հավելյալ գումար չէ, դա որ մենք 1%-ով վճարենք, բայց ոչ, նայեք ինքը ինչ ասում, 10 միլիոնի ապրանքը վճարեք 1%-ով, ձեր եկամուտ, որ պետք է ունենաք, այդ եկամտից կվճարեք 10%-ով, այդ եկամուտն էլ կվճարեք 10%-ով, եկավ մինիմալ 3.5-4%, այսինքն 1.5-ը ինքը բարձրացեց 3.5-4% եւ դրա հետ մեկտեղ նաեւ ասում ապրանքը գույքագրեք, որ շատ բարձր տուգանքներ լինի։ Այսօր մենք լսում ենք մեր շրջապատում, մեր կողքերը ինչ գումարներից են խոսում, որը որ մեր ինքնազբաղվածության, մեր բիզնեսի մեջ այդ հավելյալ գումարները մենք չենք կարող։ Դրա համար ես չեմ ուզում բարձր ավելի շատ աճելու։ Եվ բավարարում է ինձ հարկեր տալու իմ ընտանիքը նորմալ ապրելու։ Տուգանքներ եղել են ինչ-որ հիմա։ Շատ տուգանքներ կան, այո։ Ինչքան են Մեր լսածներով միջև 2-3 միլիոն դեթ խոշորներն են դոլար։ 2-3 միլիոն դոլար։ Այո, սիրելիս, մեկը մեր բյուջեն դատար կա, ես չգիտեմ իրանց ինչքան գումար է պետք, որ իրանք հագենան, մեր մեծերը միշտ ճիշտ խոսք են ունեցել, միշտ ասել են չտեսնողին ցույց մի տուր, դու չես կարողանալու դրա դեմը պայքարես։ Ես հիմա եկել եմ այդ հասկացողության։ Ալեքսանյան Սամվելը 30 տարվա ծաղկած բիզնես է, ընդհանրապես իրան չեմ էլ ճանաչում իրականում ասեմ, նենց էլ չի որ իր կողմնակիցն եմ, ես իր հարցն եմ բարձրացնում, ուղղակի Facebook-ում կարդացել եմ, ես դա ասում եմ։ Այսօր ինքը խոշոր հարկատուների դասին է պատկանում, բայց այսօր իր մոտ գիշեր-ցերեկ հարկային տեսուչ է։ Ալեքսանյան Սամվելն ունի խոշոր գումարներ, որ ինչ որ միտեղ կարողանում են վճարել իրավաբաններին, հաշվապաներին, բայց մենք դա չունենք։ Ես նկատի ունեի ձեր փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին տուգանքներ գալիս են։ Փոքր ու միջին ներկայացուցիչներին դեռ չկա, հունիսի 1-ից կլինի։ Մենք որովհետև գույքագրված չենք, եթե գույքագրվենք 100%-ով կլինի։ Բա մեր պահանջն ինչ է։ Մեր պահանջը հենց դա է։ Ապրանքը ներմուծածը պետք է ներկայացնենք։ Սկզբից խաբեության ձևով, որպեսզի sense մի հատ գլոբալ ժողովրդին խաբի, ինքը մի հատ բան ներկայացրեց, որ մենք դրանով ուզում ենք խոշորին բռնենք։ Ես կարծում եմ չկա նման պետություն, որ իր սահմանները ներս մտած ապրանքը ինքը չկարողանա ստուգում անել։ Այսինքն այդ ֆուրերը, եթե դուք ուզում եք խոշորին բռնեք, դա միֆ է։ Այդ իր ասածը միֆ է։ Խոշորին, եթե ուզում եք բռնեք, խոշորը ներմուծել է, վաճառ ցույց չի տվել, գնացեք ավելի լավ չի խոշորին ստուգեք։ Ուրեմն ինքը մնացորդ պետք է ունենա։ Ավելի լավ չի մեկ հոգու ստուգեք, քան 55,000 մարդու, որը որ այսօր պետության աղքատության շեմը ինչ որտեղ պահում է։ Առանց այն էլ հարկերը ամբողջ բարձրացել է, սնունդը ամբողջությամբ բարձր, ամեն ինչ թանկացել է շրջապատում։ Մենք այս բոլորս, որ այդ զբաղմունքը չունենանք, մեր գումարները, մեր աշխատած գումարները ծախսվում է երկրում։ Իսկ խոշորի աշխատած գումարները երկրից դուրս է գնում։ Այսինքն տնտեսության կործանում է լինելու եւ երկրի դատարկում։ Ավելի լավ չէ կանգնել ասել, ես երկիրն եմ ուզում տամ ժողովուրդ, գնացեք ինչ որտեղ բիզնես դրեք։ Գույնը կհասկանանք այդ դեպքում ոնց սկսենք մեր պայքարը։ Իսկ փակվող բիզնեսներից տեղյակ եք, շատ են փակվողները, որ չեն կարողացել։ Այո, շատ կան։ Շատ կան, որից մի ներկայացուցիչ հենց իմաստ եղա։ Ով է կարող։